Երբ ոստիկանությունը մտավ Փարիզի 12-րդ թաղամասի բնակարանը, հենց մուտքի դռան մոտ նրանք գտան մի փոքրիկ նոթատետր, կարմիր կաշվե կազմով, որի վրա գրված էր միայն մեկ բառ՝ հայր։ Այդ տետրը 30 տարի թաքցվեց ոստիկանական արխիվներում, քանի որ ներսում գրված էր այն ամենը, ինչ Պատրիկ Ազնավուրը երբեք չէր համարձակվել ասել իր հայրիկին, աշխարհահռչակ Շարլ Ազնավուրին։ Յուրաքանչյուր էջ էր պատմում մի պատմություն, որը կարող էր ճեղքել կատարյալ ընտանիքի պատկերը, որը ազնավուրները տասնամյակներ շարունակ ցուցան, եւ նա իմացավ որդու ծննդյան մասին միայն 3 օր անց հեռախոսազանգով։ Մոտիկ ընկերները հիշում են, թե ինչպես Ազնավուրը լսելով լուրը պարզապես ասաց. «Լավ է, ես կվերադառնամ 2 շաբաթից» եւ շարունակեց իր հարցազրույցը ամերիկյան լրագրողների հետ։ Այդ 2 շաբաթը վերածվեց 1 ամսվա, քանի որ Շարլի մենեջերը համոզեց նրան երկարացնել շրջագայությունը։ Երբ նա վերջապես վերադարձավ Փարիզ, փոքրիկ Պատրիկը արդեն քնում էր իր մահճակալում, իսկ Շարլը նախընտրեց չարթնացնել նրան, որովհետև հոգնած էր ճանապարհից։ Սա էր առաջին անգամը, երբ Պատրիկը զգաց, որ հոր համար ավելի կարևոր է բեմը, քան ընտանիքը, բայց դա միայն սկիզբն էր։ Ազնավուրների տունը Փարիզի Նեյ-Սյուր-Սեն քաղաքում արտաքուստ նման էր հեքիաթային պալատի։ Մարմարե աստիճաններ, բրոնզե շանդելյակներ, պատերին կախված էին Շարլի լուսանկարները աշխարհի ամենահայտնի դեմքերի հետ, Ֆրանկ Սինաթրայից մինչև Էդիթ Պիաֆ։ Բայց Պատրիկի համար այդ տունը միշտ եղել է ոսկե վանդակ, որտեղ նա ապրում էր իր հոր ստվերում։ Մինչդեռ Շարլը շաբաթական 6 օր անցկացնում էր ճանապարհորդություններում, փոքրիկ Պատրիկը մնում էր տանը մոր Ուլայի հետ, ով փորձում էր լրացնել հոր բացակայությունը, բայց չէր կարողանում։ Տղան մեծանում էր հարցերով, որոնց պատասխան չէր գտնում։ Ինչու հայրիկը միշտ հեռու է։ Ինչու նա ավելի շատ ժամանակ է անցկացնում օտար մարդկանց հետ, քան իր որդու հետ։ Եվ ամենակարևորը, արդյոք Պատրիկը երբևէ կարող է դառնալ այնպիսի մեծ, ինչպիսին իր հայրն է։ Դպրոցում Պատրիկը միշտ ներկայացվում էր որպես Ազնավուրի որդի։ Ուսուցիչները, դասընկերները, նույնիսկ տնօրենը բոլորը սպասում էին, որ նա ժառանգի հոր տաղանդը։ Բայց Պատրիկը չէր ուզում երգել։ Նա ուզում էր նկարել, գրել պոեզիա, լինել ինքը, ոչ թե Շարլ Ազնավուրի պատճենը։ 1976 թվականին, երբ Պատրիկը դարձավ 16 տարեկան, Շարլը որոշեց օգնել որդուն եւ վերցրեց նրան իր հետ համերգաշրջան։ Դա պետք է լիներ հայր եւ որդու միջև կապը ամրապնդելու հնարավորություն, բայց փոխարենը դարձավ Պատրիկի համար ամենաանտանելի փորձությունը։ Յուրաքանչյուր երեկո նա կանգնած էր բեմի ետևում եւ դիտում էր, թե ինչպես հազարավոր մարդիկ գոչում են իր հոր անունը, ինչպես նրանք լացում են նրա երգերից, ինչպես նրանք պաշտում են նրան։ Իսկ երբ համերգը վերջանում էր, Շարլը վերադառնում էր հյուրանոց, շրջապատված իր թիմի անդամներով, մենեջերներով, լրագրողներով, եւ Պատրիկի համար մնում էր միայն մի կարճ «Բարի գիշեր, որդի», նախքան դուռը փակելը։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Մի երեկո Ժնևում համերգից հետո Պատրիկը պատահաբար լսեց մի զրույց, որը փոխեց ամեն ինչ։ Շարլի մենեջերը, մի ծեր հաստ մարդ ծանր ոսկե մատանիներով, խոսում էր հեռախոսով եւ ասում էր. «Այո, Պատրիկը այստեղ է, բայց մի անհանգստացեք, նա ոչ մի խնդիր չի ստեղծի։ Շարլը գիտի, թե ինչպես պահել նրան լռության մեջ»։ Այդ պահին Պատրիկը հասկացավ. նա ընտանիքի համար չէր մի սիրելի որդի, այլ մի խնդիր, որը պետք է լուծել։ Նա վազեց դեպի իր սենյակը եւ ողջ գիշեր լաց եղավ բարձի մեջ, որպեսզի ոչ ոք չլսի։ Հաջորդ առավոտ, երբ Շարլը հարցրեց. «Ինչպե՞ս ես, որդի», Պատրիկը պարզապես ժպտաց եւ ասաց. «Լավ եմ, հայրիկ»։ Բայց ներսում նա արդեն սկսել էր կոտրվել։ 1979 թվականին Պատրիկը վերադարձավ Փարիզ եւ փորձեց սկսել սեփական կյանքը։ Նա ընդունվեց արվեստի ակադեմիա եւ սկսեց նկարել մութ, տագնապալի կտավներ, որոնք լի էին ստվերներով եւ աղավաղված դեմքերով։ Նրա դասախոսները տեսնում էին նրա տաղանդը, բայց նաեւ նրա ցավը։ Մի անգամ, երբ Պատրիկը ներկայացրեց իր աշխատանքը ցուցահանդեսում, մի քննադատ գրեց. «Ազնավուրի որդին ունի տաղանդ, բայց նա պետք է դուրս գա իր հոր ստվերից»։ Այդ բառերը Պատրիկի համար եղան վերջին հարվածը։ Նա սկսեց խուսափել հանրային միջոցառումներից, փակվեց իր բնակարանում եւ շաբաթներ շարունակ չէր դուրս գալիս։ Ընկերները հիշում են, թե ինչպես նա սկսեց խոսել անտեսանելի ճնշման մասին, թե ինչպես նա զգում էր, որ ամեն ոք սպասում է նրանից ինչ-որ բան, բայց ոչ ոք չի հարցնում, թե ինչ է ուզում ինքը։ Այդ ժամանակ Շարլ Ազնավուրը գտնվում էր իր կարիերայի գագաթնակետում։ Նա համերգներ էր տալիս Կարնեգի հոլում, նկարահանվում էր Հոլիվուդում, հանդիպում էր նախագահների եւ թագավորների հետ։ Նրա անունը փայլում էր բոլոր թերթերի առաջին էջերում, բայց տանը, Փարիզում,
նրա որդին դանդաղորեն խորտակվում էր, եւ ամենասարսափելին այն էր, որ Շառլը կամ չէր նկատում, կամ չէր ուզում նկատել։ Երբ Ուլլան փորձեց խոսել նրա հետ Պատրիկի վիճակի մասին, Շառլը պատասխանեց. «Նա երիտասարդ է, բոլորն էլ անցնում են այդ փուլով, նա կհաղթահարի»։ Բայց Պատրիկը չէր հաղթահարում, նա ավելի ու ավելի խորն էր ընկնում մի մութ հանդունդ, որտեղից ելք չկար։ 1981 թվականի ամռանը Պատրիկը հանդիպեց մի կնոջ, ով խոստացավ նրան ազատություն։ Նրա անունը Մարի էր, եւ նա աշխատում էր որպես լրագրող մի փոքրիկ թերթում։ Սկզբում Պատրիկը մտածեց, որ նա իսկապես մետաքրքրված է իրենով, ոչ թե Ազնավուրի որդով, այլ Պատրիկ անունով մարդով։ Նրանք սկսեցին հանդիպել, եւ Պատրիկը առաջին անգամ իր կյանքում զգաց, որ ինչ-որ մեկը իսկապես լսում է նրան։ Նա պատմեց Մարիին իր ցավի, իր մենության, իր զայրույթի մասին։ Նա պատմեց, թե ինչպես է ատում իր հոր հռչակը, թե ինչպես է ուզում փախչել այդ ամենից։ Եվ Մարին ժպտում էր, գրում էր իր փոքրիկ նոթատետրում եւ ասում էր. «Ես քեզ հասկանում եմ»։ Բայց Պատրիկը չգիտեր, որ Մարին գրում էր ոչ թե նրան հասկանալու համար, այլ հոդված պատրաստելու համար, որը կփոխեր ամեն ինչ։ 1981 թվականի սեպտեմբերին, երբ Շառլ Ազնավուրը նախապատրաստվում էր իր հերթական համերգաշրջանին, Փարիզի բոլոր կրպակներում հայտնվեց մի թերթ, սենսացիոն վերնագրով. Ազնավուրի թաքնված ողբերգությունը, նրա որդին կոտորված է։ Հոդվածում Մարին մանրամասն նկարագրել էր Պատրիկի խոստովանությունները, նրա ցավը, նրա մեղադրանքները հոր հասցեին։ Նա գրել էր, թե ինչպես Շառլը զոհել է իր ընտանիքը Փարքի զոհարանին, թե ինչպես Պատրիկը ապրում է հոր ստվերում եւ ձգտում է ինքնասպանության։ Վերջին բառերը չէին համապատասխանում իրականությանը, բայց դրանք վաճառեցին հազարավոր օրինակներ։ Երբ Շառլը կարդաց հոդվածը, նա նստեց իր աշխատասենյակում եւ ողջ ժամ լռեց։ Ապա նա վերցրեց հեռախոսը եւ զանգահարեց իր փաստաբանին։ Ոչ Պատրիկին, ոչ Ուլային, փաստաբանին։ Նրա առաջին մտքերը չէին ինչպես է իմ որդին, այլ ինչպես կարող ենք դադարեցնել այս սկանդալը։ Պատրիկը, երբ իմացավ, որ նրա խոստովանությունները հրապարակվել են, զգաց, որ նրա վերջին ապաստանը, նրա անձնական ցավը նվաստացվել է հանրության ժամանցի համար։ Նա փակվեց իր բնակարանում եւ մերժեց պատասխանել հեռախոսազանգերին։ Շառլի մենեջերը հրապարակեց մի հայտարարություն, որտեղ ասվում էր, որ հոդվածը լի է սուտով եւ ընտանիքը կձեռնարկի իրավական գործողություններ։ Բայց Պատրիկի համար դա նշանակում էր, որ նրա հայրը նորից ընտրել է իր ինիչը, ոչ թե իր որդուն։ Նա նորից ընտրել է լռությունը, ոչ թե ճշմարտությունը։ Եվ այդ պահին Պատրիկի ներսում ինչ-որ բան վերջնականապես կոտրվեց։ Հաջորդ 3 տարիները Պատրիկը ապրեց մի տարօրինակ կիսակյանքով։ Նա հեռացավ ընտանիքից, վարձակալեց մի փոքրիկ բնակարան Փարիզի 12-րդ թաղամասում, աղքատ թաղամասում, որտեղ ոչ ոք չգիտեր, թե ով է նա։ Նա դադարեց նկարելուց, դադարեց հանդիպելուց ընկերների հետ, դադարեց պատասխանելուց մոր զանգերին։ Շառլը փորձեց մի քանի անգամ այցելել նրան, բայց Պատրիկը չբացեց դուռը։ Մի անգամ Շառլը կանգնած էր դռան առաջ ամբողջ ժամ եւ աղաչում էր. «Պատրիկ, բաց արա, խնդրում եմ, ես քո հայրն եմ»։ Բայց ներսից միայն լռություն էր։ Շառլը հեռացավ ուսերը կծկված, եւ դա վերջին անգամն էր, երբ նա փորձեց մոտենալ իր որդուն։ Պատրիկի հարևանները հիշում են, որ նա դարձել էր ուրվական։ Նա դուրս էր գալիս միայն գիշերները, գնում էր մոտակա խանութ, գնում էր սիգարետ եւ հաց եւ անմիջապես վերադառնում էր տուն։ Նրա բնակարանի պատուհանները միշտ փակ էին վարագույժներով, եւ երբեմն հարևանները լսում էին տարօրինակ ձայներ, լացի նման, բայց ոչ բոլորովին մարդկային։ Մի անգամ մի հարևան փորձեց խոսել նրա հետ եւ հարցրեց. «Ամեն ինչ կարգին է»։ Եվ Պատրիկը պարզապես նայեց նրան, դատարկ անկենդան աչքերով եւ ասաց. «Ամեն ինչ կատարյալ է»։ Բայց նրա ձայնը հնչում էր այնպես, կարծես նա խոսում էր մի շատ հեռու տեղից։ 1984 թվականի ձմեռը Շառլ Ազնավուրը ստացավ մի հեռախոսազանգ, որը փոխեց ամեն ինչ։ Զանգահարողը ներկայացավ որպես Պատրիկի բժիշկ եւ ասաց, որ Պատրիկը հոսպիտալացվել է լուրջ վիճակում։ Շառլը եւ Ուլան անմիջապես վազեցին հիվանդանոց, եւ այն, ինչ նրանք տեսան, սառեցրեց նրանց արյունը։ Պատրիկը պառկած էր մահճակալում, նիհար, գունատ, նրա աչքերը խորացել էին, իսկ ձեռքերը դողում էին անընդհատ։ Բժիշկը բացատրեց, որ Պատրիկը տառապում է խոր դեպրեսիայից եւ նրան անհրաժեշտ է լուրջ բուժում։ Շառլը նստեց որդու մահճակալի կողքին եւ առաջին անգամ իր կյանքում իսկապես նայեց նրան։ Նա տեսավ ոչ թե Ազնավուրի որդուն,
այլ մի կոտրված երիտասարդի, ով ճչում էր օգնության համար, բայց ոչ ոք չէր լսում։ Շառլը բռնեց Պատրիկի ձեռք եւ շշնջաց. «Ներիր ինձ»։ Բայց Պատրիկը պարզապես շրջեց գլուխը դեպի պատը եւ չպատասխանեց։ Հաջորդ ամիսները Պատրիկը անցկացրեց հոգեբուժական կլինիկայում։ Շառլը վճարեց ամեն ինչ՝ լավագույն բժիշկները, լավագույն պայմանները, լավագույն թերապիան։ Բայց գումարը չէր կարող բուժել այն վերքը, որը տարիներ շարունակ բացվել էր Պատրիկի հոգում։ Բժիշկները ասացին, որ Պատրիկին անհրաժեշտ է ընտանիքի աջակցություն, սեր, ուշադրություն։ Շառլը խոստացավ, որ կփոխվի, որ կլինի ավելի շատ, որ կլսի իր որդուսի իր որդուն։ Բայց խոստումները եւ իրականանությունը երկու տարբեր բաներ էին։ Երբ Պատրիկը դուրս եկավ կլինիկայից, Շառլը արդեն նորից ճանապարհին էր, համերգաշրջան Ճապոնիայում։ Նա ուղարկեց մի հեռագիր. «Ուրախ եմ, որ ավելի լավ ես, կտեսնվենք շուտով»։ Բայց շուտովը նորից վերածվեց ամիսների։ Պատրիկը վերադարձավ իր բնակարան եւ փորձեց վերսկսել կյանքը։ Նա նորից սկսեց նկարել, բայց այժմ նրա կտավները դարձել էին ավելի մութ, ավելի սարսափելի։ Նա նկարում էր դեմքեր առանց աչքերի, մարմիններ առանց գլխի, ստվերներ, որոնք կուլ էին տալիս լույսը։ Մի քննադատ, ով տեսավ նրա աշխատանքները, ասաց. «Սա ոչ թե արվեստ է, սա օգնության կանչ է»։ Բայց ոչ ոք չլսեց այդ կանչը։ Պատրիկը շարունակեց ապրել իր մենության մեջ, իր ցավի մեջ, իր անտեսանելի բանտում։ Եվ ամեն օր նա հարցնում էր իրեն. «Արդյոք արժե ապրել, երբ քեզ ոչ ոք չի տեսնում, երբ քեզ ոչ ոք չի լսում, երբ քեզ համար ոչ ոք չկա»։ 1985 թվականի գարնանը Պատրիկը հանդիպեց մի տղամարդու, ով ներկայացավ որպես հին ընկեր Շառլ Ազնավուրի։ Նրա անունը Ժակ էր, եւ նա ասաց, որ ուզում է օգնել Պատրիկին գտնել իր ճանապարհը։ Ժակը խոստացավ, որ կարող է ներկայացնել Պատրիկին ազդեցիկ մարդկանց արվեստի աշխարհում, որ կարող է օգնել նրան կազմակերպել անհատական ցուցահանդես։ Պատրիկը, ով տարիներ շարունակ փնտրում էր ճանաչում, հավատաց նրան։ Նրանք սկսեցին հանդիպել, եւ Ժակը տարավ Պատրիկին տարբեր վայրեր, գալերիաներ, ակումբներ, անծանոթ մարդկանց տներ։ Սկզբում Պատրիկը զգում էր, որ վերջապես ինչ-որ մեկը հետաքրքրված է նրա արվեստով, բայց շուտով նա սկսեց նկատել տարօրինակ բաներ։ Ժակը միշտ հարցնում էր Շառլի մասին, նրա ծրագրերի, նրա ֆինանսների, նրա անձնական կյանքի մասին։ Եվ երբ Պատրիկը հրաժարվում էր պատասխանել, Ժակը դառնում էր սառը եւ հեռավոր։ Մի երեկո, երբ Պատրիկը եւ Ժակը նստած էին մի ակումբում, Ժակը ներկայացրեց Պատրիկին մի կնոջ՝ Սիլվիին։ Սիլվին էր գեղեցիկ, հմայիչ, եւ նա անմիջապես սկսեց ուշադրություն դարձնել Պատրիկին։ Նրանք խոսեցին ողջ երեկո, եւ Պատրիկը զգաց, որ վերջապես գտել է ինչ-որ մեկին, ով հասկանում է նրան։ Բայց այն, ինչ Պատրիկը չգիտեր, այն էր, որ Սիլվին աշխատում էր Ժակի վրա, եւ նրանց նպատակը չէր Պատրիկին օգնելը, այլ օգտագործելը։ Նրանք ուզում էին մոտենալ Շառլ Ազնավուրին նրա որդու միջոցով, եւ Պատրիկը նրանց համար էր պարզապես գործիք։ Բայց Պատրիկը, ով տարիներ շարունակ տառապել էր մենությունից, չէր կարող տեսնել այդ խաղը։ Նա սիրահարվեց Սիլվիին եւ սկսեց նրան վստահել իր ամենախորը գաղտնիքները։ Ո՞վ էր իրականում Ժակը։ Ինչ էր նա ուզում Շառլ Ազնավուրից։ Եվ ամենակարևորը, ինչպես այդ հանդիպումը կփոխեր Պատրիկի ճակատագիրը եւ կտաներ նրան դեպի այն սարսափելի վերջը, որը սպասում էր նրան ընդամենը մի քանի ամիս հետո։ Փարիզի 12-րդ թաղամասի բնակարանի պահարանում, որը վարձակալում էր Պատրիկ Ազնավուրը, հետաքննողները գտան մի փոքրիկ կաշվե պայուսակ, փակցված երկաթյա կողպեքով։ Երբ նրանք բացեցին այն, ներսում հայտնաբերվեցին 37 լուսանկար, բոլորը սև-սպիտակ, բոլորը նկարված գաղտնի կերպով։ Յուրաքանչյուր լուսանկարում երևում էր Շառլ Ազնավուրը, տարբեր երկրներում, տարբեր բեմերում, տարբեր մարդկանց հետ։ Բայց ամենասարսափելին այն էր, որ յուրաքանչյուր լուսանկարի հետևի կողմում Պատրիկի ձեռագրով գրված էր մեկ նույն նախադասությունը. Նա այնտեղ է, ես այստեղ եմ։ 37 լուսանկար, 37 անգամ նույն ցավոտ խոստովանությունը։ Հոգեբանները, ովքեր ուսումնասիրեցին այդ պայուսակը, ասացին, որ սա էր Պատրիկի եղանակը, հաշվել օրերը, ոչ թե օրացույցով, այլ հոր բացակայությամբ։ Յուրաքանչյուր լուսանկար էր մի օր, երբ Շառլը ընտրել էր բեմը, ոչ թե որդուն։ Բայց ինչու Պատրիկը պահպանում էր այդ լուսանկարները։ Արդյոք դա էր սեր, թե ատելություն։ Եվ ամենակարևորը, ինչու վերջին լուսանկարը, որը նկարված էր ընդամենը 3 օր առաջ նրա մահից, այրված էր անկյուններից, կարծես Պատրիկը փորձել էր այն ոչնչացնել, բայց չէր կարողացել։
1985 թվականի ամռանը Սիլվին դարձավ Պատրիկի կյանքի կենտրոնը։ Նա անցկացնում էր նրա հետ ամեն երեկո, լսում էր նրա երազները, նրա ցավերը, Նրա հուսահատությունը։ Պատրիկ, ով տարիներ շարունակ չէր զգացել իսկական ուշադրություն, բացվեց նրա առաջ ամբողջությամբ։ Նա պատմեց Սիլվիին այն ամենի մասին, ինչ երբեք չէր ասել ոչ մեկին, թե ինչպես է զգում իրեն անտեսանելի, թե ինչպես է ատում իր ազգանունը, թե ինչպես է երազում փախչել Փարիզից եւ սկսել նոր կյանք, որտեղ ոչ ոք չի իմանա, թե ով է նա։ Սիլվին ժպտում էր, գրկում էր նրան եւ շշնջում էր. «Ես քեզ հետ եմ, մենք միասին կփախչենք»։ Բայց այն, ինչ Պատրիկը չգիտեր, այն էր, որ Սիլվին յուրաքանչյուր երեկո, երբ Պատրիկը քնում էր, հեռախոսազանգ էր անում Ժակին եւ հաղորդում էր ամեն ինչ՝ յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր գաղտնիք, յուրուր գաղտնիք, յուրաքանչյուր թուլություն։ Ժակը լսում էր ուշադիր եւ գրում էր իր փոքրիկ նոթատետրում։ Նա չէր հետաքրքրված Պատրիկով, նա հետաքրքրված էր Շառլ Ազնավուրով եւ նրա հարստությամբ։ Մի օր Սիլվին ասաց Պատրիկին, որ ունի մի հրաշալի գաղափար։ Նա առաջարկեց կազմակերպել Պատրիկի անհատական ցուցահանդես մի փոքրիկ գալերեայում Մոնմարտրում։ Պատրիկը սկզբում վարանեց, բայց Սիլվին համոզեց նրան. «Սա քո հնարավորությունն է ցույց տալ աշխարհին, որ դու ոչ թե Ազնավուրի որդին ես, այլ Պատրիկ, նկարիչը»։ Պատրիկը համաձայնեց, եւ նրանք սկսեցին պատրաստվել։ Սիլվին ասաց, որ նա կզբաղվի ամեն ինչով, գալերեայի վարձակալությունից մինչև հրավիրականները։ Պատրիկին մնում էր միայն նկարել։ Եվ նա նկարեց։ Օրեր եւ գիշերներ շարունակ նա ստեղծեց իր ամենաանկեղծ աշխատանքները, կտավներ, որոնք ճչում էին ցավից, մենությունից, անտեսանելիությունից։ Նա զգում էր, որ վերջապես գտել է իր ձայնը։ Բայց այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ Սիլվին եւ Ժակը պլանավորում էին ինչ-որ բոլորովին այլ բան։ Ցուցահանդեսի բացման օրը Պատրիկը եկավ գալերեա, լի հուզմունքով եւ վախով։ Նա տեսավ իր կտավները, կախված պատերին, եւ առաջին անգամ իր կյանքում զգաց հպարտություն։ Բայց երբ հյուրերը սկսեցին ժամանել, Պատրիկը նկատեց ինչ-որ տարօրինակ բան։ Նրանք չէին նայում նրա նկարներին, նրանք նայում էին նրան։ Նրանք շշնջում էին միմյանց ականջին, ցույց էին տալիս նրա վրա, Լուսանկարում էին նրան։ եւ հանկարծ Պատրիկը տեսավ պատճառը։ Գալերեայի մուտքի դռան վրա կախված էր մի հսկայական պաստառ։ Պատրիկ Ազնավուր, Շառլ Ազնավուրի որդու առաջին ցուցահանդես։ Սիլվին չէր գովազդում Պատրիկ նկարիչին, նա գովազդում էր Ազնավուրի որդուն։ Պատրիկը զգաց, թե ինչպես նրա ներսում ամեն ինչ կոտրվում է։ Նա փնտրեց Սիլվիին աչքերով եւ երբ գտավ նրան, նա տեսավ, որ Սիլվին խոսում է Ժակի հետ եւ ծիծաղում է։ Այդ պահին Պատրիկը հասկացավ, նա նորից դարձել էր գործիք, նորից օգտագործվել է, նորից դավաճանվել է։ Պատրիկը վազեց դուրս գալերեայից առանց նայելու ետ։ Նա վազեց փողոցներով, արցունքներ թափելով, մինչև հասավ Սենա գետի եզրը։ Նա նստեց ափին եւ նայեց ջրին, մութ, հոսող, անվերջ։ Նա մտածեց, թե որքան հեշտ կլիներ պարզապես մտնել այդ ջուրը եւ թողնել, որ այն տանի իրեն հեռու, շատ հեռու։ Բայց այդ պահին նրա հեռախոսը զնգաց։ Դա Ուլլան էր, նրա մայրը։ Նա լաց էր լինում եւ ասում էր. «Պատրիկ, որդիս, ես տեսա լուսանկարները թերթում։ Ինչու դու չասացիր ինձ ցուցահանդեսի մասին։ Ես այնքան հպարտ եմ քեզնով»։ Պատրիկը լսեց մոր ձայնը եւ զգաց, թե ինչպես նրա սիրտը ավելի ու ավելի է ծանրանում։ Նա չէր կարող ասել մորը ճշմարտությունը, որ ցուցահանդեսը եղել է դավադրություն, որ նա նորից դարձել է ծիծաղի առարկա։ Նա պարզապես ասաց. «Շնորհակալություն, մայրիկ», եւ անջատեց հեռախոսը։ Հաջորդ օրը բոլոր թերթերը գրեցին Պատրիկի ցուցահանդեսի մասին, բայց նրանք չգրեցին նրա արվեստի մասին, նրանք գրեցին սկանդալի մասին։ Ազնավուրի որդին փախավ սեփական ցուցահանդեսից։ Պատրիկ Ազնավուրը չկարողացավ դիմակայել ճնշմանը։ Արդյոք Ազնավուրի որդին տառապում է հոգեկան խանգարումներից։ Յուրաքանչյուր վերնագիր էր նոր հարված, յուրաքանչյուր հոդված էր նոր վերք։ Շառլ Ազնավուրը, ով այդ ժամանակ գտնվում էր Լոնդոնում, կարդաց հոդվածները եւ զգաց մեղավորություն։ Նա զանգահարեց Պատրիկին, բայց Պատրիկը չպատասխանեց։ Շառլը ուղարկեց հեռագիր. «Որդի, ես քեզ հետ եմ, խնդրում եմ»։ Խոսիր ինձ հետ։ Բայց Պատրիկը չպատասխանեց։ Նա փակվել էր իր բնակարանում եւ մերժում էր տեսնել ցանկացած մարդու։ Պատրիկի հարևանները հիշում են, որ այդ օրերին նրա բնակարանից լսվում էին տարօրինակ ձայներ։ Երբեմն դա էր բարձր երաժշտություն, որը խլում էր ողջ գիշեր։ Երբեմն դա էր ճչալ, որը սառեցնում էր արյունը։ Մի հարևան ասաց, որ մի գիշեր նա լսեց, թե ինչպես Պատրիկը բարձրաձայն խոսում էր ինքն իր հետ. «Ես ոչինչ չեմ, ես ոչ ոք չեմ,
Ես միայն նրա ստվերն եմ։ Այդ հարևանը ուզում էր զանգահարել ոստիկանություն, բայց նրա կինը ասաց. «Մի միջամտիր, սա նրանց ընտանեկան գործն է»։ Եվ այդպես Պատրիկը մնաց մենակ իր ցավի հետ, իր խավարի հետ, իր անտանելի մենության հետ։ 1985 թվականի աշնանը Ժակը նորից հայտնվեց Պատրիկի կյանքում։ Նա եկավ Պատրիկի բնակարան եւ թակեց դուռը։ Պատրիկը սկզբում չուզեց բացել, բայց Ժակը շարունակեց թակել եւ բարձրաձայն ասաց. «Պատրիկ, ես գիտեմ, որ դու ներսում ես, ես եկել եմ օգնելու քեզ»։ Պատրիկը, ով տարիներ շարունակ լսել էր խոստումներ, որոնք երբեք չէին կատարվում, Բացեց դուռը։ Ժակը մտավ ներս եւ նայեց շուրջը։ Բնակարանը լի էր աղբով, կեղտոտ ափսեներով, դատարկ շշերով։ Պատրիկը նստած էր անկյունում, նիհար, գունատ, նրա աչքերը կարմիր էին լացից։ Ժակը նստեց նրա կողքին եւ ասաց. «Ես գիտեմ, որ Սիլվին քեզ դավաճանեց։ Ես գիտեմ, որ դու տառապում ես, բայց ես կարող եմ օգնել քեզ վրեժ լուծել»։ Պատրիկը նայեց նրան շփոթված։ «Վրեժ?» նա կրկնեց։ «Այո», Ժակը ասաց, «վրեժ քո հոր նկատմամբ, ով թողեց քեզ այս վիճակում։ Վրեժ այն մարդկանց նկատմամբ, ովքեր օգտագործեցին քեզ։ Վրեժ ամբողջ աշխարհի նկատմամբ, որը անտեսեց քեզ»։ Պատրիկը լսեց Ժակի խոսքերը եւ նրա ներսում ինչ-որ բան արթնացավ։ Ոչ թե սեր, ոչ թե հույս, այլ զայրույթ։ Տարիներ շարունակ նա փորձել էր լինել լավ որդի, լավ մարդ, լավ նկարիչ, բայց ամեն անգամ նա ստացել էր միայն ցավ, միայն դավաճանություն, միայն անտեսում։ Եվ այժմ Ժակը առաջարկում էր նրան ինչ-որ այլ բան, ոչ թե ներում, այլ վրեժ։ «Ինչ պետք է անեմ»։ Պատրիկը հարցրեց։ Ժակը ժպտաց, սառը, հաշվարկված ժպիտ։ «Շատ պարզ է», նա ասաց։ «Դու պետք է գրես մի գիրք քո հոր մասին, ամեն ինչ, ինչ դու գիտես։ Նրա գաղտնիքները, նրա թուլությունները, նրա սխալները։ Աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը Շառլ Ազնավուրի մասին, ոչ թե այն կեղծ պատկերը, որը նա ցուցադրում է բեմերում»։ Պատրիկը զգաց, թե ինչպես նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Մի մասը նրա ուզում էր մերժել այդ առաջարկը, բայց մյուս մասը, այն մասը, որը տարիներ շարունակ տառապել էր, ուզում էր համաձայնվել։ Բայց արդյոք Պատրիկը իսկապես պատրաստ էր դավաճանել իր հորը։ Արդյոք նա պատրաստ էր բացահայտել ընտանեկան գաղտնիքները ամբողջ աշխարհին։ Եվ ամենակարևորը, ով էր իրականում Ժակը, եւ ինչու նա այդքան հետաքրքրված էր Ազնավուրների ընտանիքով։ Փարիզի քրեական ոստիկանության արխիվներում պահվում է մի փաստաթուղթ, որը երբեք չի հրապարակվել։ Դա վկայության արձանագրություն է, տրված Պատրիկ Ազնավուրի անձնական վարորդի կողմից, ով աշխատել է ընտանիքում 15 տարի։ Այդ վկայությունում նա պատմում է մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել 1985 թվականի նոյեմբերին։ Վարորդը ասում է, որ մի գիշեր, ժամը 3-ի սահմաններում, Վրան զանգահարեց Պատրիկը եւ խնդրեց տանել իրեն մի հասցե Փարիզի արվարձաններից մեկում։ երբ նրանք հասան այնտեղ, Պատրիկը մտավ մի հին շենք եւ մնաց ներսում ավելի քան 3 ժամ։ Վարորդը սպասեց մեքենայում, եւ երբ Պատրիկը վերադարձավ, նա տեսավ, որ Պատրիկի դեմքը արցունքներով է թրջված, իսկ նրա ձեռքերը դողում են անընդհատ։ Վարորդը հարցրեց. «Ամեն ինչ կարգին է, պարոն Պատրիկ»։ Բայց Պատրիկը պարզապես նայեց նրան եւ ասաց. «Տար ինձ տուն, եւ խնդրում եմ, երբեք ոչ մեկին մի ասա այս մասին»։ Վարորդը խոստացավ, բայց երբ Պատրիկը մահացավ, նա որոշեց խոսել ոստիկանության հետ։ Նա ասաց, որ այդ գիշերից հետո Պատրիկը փոխվեց։ Նա դարձավ ավելի փակ, ավելի վախեցած, ավելի հուսահատ, բայց ամենակարևորը, վարորդը հիշում էր այն շենքի հասցեն։ Եվ երբ ոստիկանությունը ստուգեց այդ հասցեն, նրանք հայտնաբերեցին, որ այնտեղ գտնվում էր մի գաղտնի ակումբ, որտեղ հավաքվում էին մարդիկ, ովքեր զբաղվում էին անօրինական գործակներով, կեղծ փաստաթղթերից մինչև շանտաժ։ Ինչ էր փնտրում Պատրիկը այնտեղ։ Ում հետ էր նա հանդիպել։ Եվ ինչու այդ հանդիպումը թողեց նրան այդպիսի ցնցված վիճակում։ 1985 թվականի դեկտեմբերին Շառլ Ազնավուրը վերջապես վերադարձավ Փարիզ։ Նա եղել էր երկար շրջագայության մեջ, Ամերիկայից մինչև Ճապոնիա, եւ երբ վերադարձավ, նա որոշեց այցելել Պատրիկին։ Նա գնեց ծաղիկներ, գինի եւ Պատրիկի սիրած շոկոլադը եւ գնաց նրա բնակարան։ Երբ Պատրիկը բացեց դուռը, Շառլը ցնցվեց։ Նրա որդին նիհարել էր այնքան, որ նրա հագուստները կախվում էին նրա վրա, նրա աչքերը խորացել էին, իսկ նրա մաշկը դարձել էր գունատ, գրեթե թափանցիկ։ Շառլը փորձեց ժպտալ եւ ասաց. «Որդի, ես այնքան կարոտել եմ քեզ»։ Պատրիկը նայեց նրան առանց որևէ արտահայտության եւ ասաց. «Մտիր»։
Նրանք նստեցին փոքրիկ սենյակում, եւ Շառլը փորձեց սկսել զրույց։ Նա խոսեց իր շրջագայության մասին, իր հաջողությունների մասին, իր ծրագրերի մասին։ Սին։ Բայց Պատրիկը լռում էր։ Նա պարզապես նստած էր եւ նայում էր հորը, այն նայվածքով, որը Շառլը չէր կարող հասկանալ։ Դա ոչ թե սեր էր, ոչ թե ատելություն, դա էր ինչ-որ ավելի խելի խորը, ավելի սարսափելի։ Դա էր դատարկություն։ Շառլը վերջապես դադարեցրեց խոսելը եւ հարցրեց. «Պատրիկ, ինչու դու լռում ես? Խնդրում եմ, ասա ինձ, ինչ է կատարվում քեզ հետ»։ Պատրիկը նայեց նրան երկար ժամանակ եւ ապա ասաց. «Հայրիկ, արդյոք դու երբևէ սիրել ես ինձ»։ Շառլը ցնցվեց այդ հարցից։ «Իհարկե, որդի, ես քեզ սիրում եմ ավելի, քան ցանկացած բան այս աշխարհում», նա ասաց։ Բայց Պատրիկը ժպտաց տխուր, դառը ժպիտ։ «Ոչ», նա ասաց։ «Դու սիրում ես բեմը, դու սիրում ես ծափահարությունները, դու սիրում ես փառքը, բայց ինձ դու երբեք չես սիրել։ Ես միշտ եղել եմ քեզ համար պարտականություն, խնդիր, ինչ-որ բան, որը պետք է թաքցնել հանրությունից»։ Շառլը փորձեց բողոքել, բայց Պատրիկը շարունակեց. «Դու գիտես, թե քանի անգամ ես սպասել եմ քեզ։ Քանի անգամ ես նստել եմ պատուհանի մոտ եւ սպասել, որ դու վերադառնաս տուն։ Քանի անգամ ես լացել եմ, երբ դու ընտրել ես հերթական հանհամերգը, ոչ թե իմ ծննդյան օրը»։ Շառլը զգաց, թե ինչպես նրա սիրտը ճեղքվում է։ Նա ուզում էր ասել ինչ-որ բան։ Ուզում էր բացատրել, ուզում էր արդարացնել իրեն, բայց նա չէր կարող, քանի որ Պատրիկը ճիշտ էր։ Շառլը ձգեց ձեռքը դեպի Պատրիկը, բայց Պատրիկը ետ քաշվեց։ «Ուշ է, հայրիկ», նա ասաց։ «Շատ ուշ է»։ Շառլը զգաց, թե ինչպես արցունքները լցվում են նրա աչքերում։ «Խնդրում եմ, որդի, մի ասա այդպես։ Մենք կարող ենք սկսել նորից։ Ես խոստանում եմ, որ կփոխվեմ, ես կլինեմ ավելի շատ, ես կլսեմ քեզ, ես կլինեմ այն հայրը, որին դու արժանի ես»։ Բայց Պատրիկը ցնցեց գլուխը։ «Դու չես կարող փոխվել», նա ասաց, «քանի որ դու չես հասկանում։ Դու երբեք չես հասկացել։ Քեզ համար ամենակարևորը միշտ եղել է քո կարիերան, քո հռչակը, քո ժառանգությունը։ Բայց ես միայն քո ստվերն եմ, քո անունի հավելվածը»։ Շառլը կանգնեց եւ փորձեց գրկել Պատրիկին, բայց Պատրիկը մերժեց։ «Գնա, հայրիկ», նա ասաց։ «Գնա քո բեմ, քո հանդիսատես։ Նրանք քեզ կարիք ունեն ավելի, քան ես»։ Շառլը դուրս եկավ բնակարանից ուսերը կծկված, դեմքը արցունքներով։ Նա նստեց իր մեքենայում եւ լաց եղավ։ Առաջին անգամ տարիներ շարունակ։ Նա հասկացավ, որ կորցրել է իր որդուն, ոչ թե մահվան պատճառով, այլ իր սեփական ընտրությունների պատճառով։ Նա հասկացավ, որ բոլոր այդ տարիները, երբ նա հետապնդում էր փառքը, նա զոհել էր ամենակարևորը՝ իր ընտանիքը։ Բայց այժմ արդեն ուշ էր։ Վնասը արված էր, վերքը բացված էր, եւ Շառլը չգիտեր, թե ինչպես այն բուժել։ Նա վարեց տուն եւ ողջ գիշեր նստեց իր աշխատասենյակում, նայելով Պատրիկի մանկության լուսանկարներին։ Յուրաքանչյուր լուսանկարում փոքրիկ Պատրիկը ժպտում էր, անմեղ, երջանիկ, լի հույսով։ Բայց Շառլը գիտեր, որ այդ ժպիտը վաղուց անհետացել էր, եւ դա նրա մեղքն էր։ 1986 թվականի հունվարին Պատրիկը սկսեց գրել։ Նա գրեց օրեր եւ գիշերներ շարունակ, ամեն ինչ, ինչ նա հիշում էր, ամեն ցավ, ամեն դավաճանություն, ամեն մենություն։ Նա գրեց իր հոր մասին, ոչ թե որպես աշխարհահռչակ երգչի, այլ որպես բացակա հոր, ով ընտրեց փառքը, ոչ թե ընտանիքը։ Նա գրեց իր մոր մասին, ով փորձեց լրացնել հոր բացակայությունը, բայց չկարողացավ։ Նա գրեց իր մանկության մասին, անցած ոսկե վանդակում, որտեղ ամեն ինչ փայլում էր արտաքուստ, բայց ներսում էր մութ եւ սառը։ Եվ նա գրեց Ժակի եւ Սիլվիի մասին, մարդկանց, ովքեր օգտագործեցին նրան եւ դավաճանեցին նրան։ Յուրաքանչյուր բառ էր արյունոտ, յուրաքանչյուր նախադասություն էր ճչալ։ Բայց Պատրիկը չէր դադարում։ Նա գրում էր, կարծես դա էր նրա վերջին հնարավորությունը լսելի դառնալու։ Բայց մի օր, երբ Պատրիկը գրում էր, նրա դուռը թակեցին։ Նա բացեց եւ տեսավ Ժակին։ Ժակը մտավ առանց հրավերի եւ նայեց շուրջը։ «Ես լսեցի, որ դու գրում ես», նա ասաց։ Պատրիկը ցնցվեց։ «Ինչպես դու իմացար»։ Նա հարցրեց։ Ժակը ժպտաց։ «Ես ամեն ինչ գիտեմ, Պատրիկ։ Ես գիտեմ, որ դու գրում ես քո հոր մասին։ Ես գիտեմ, որ դու ուզում տեմ, որ դու ուզում ես հրապարակել ամեն ինչ։ Եվ ես այստեղ եմ ասելու, որ դու պետք է շարունակես»։ Պատրիկը նայեց նրան շփոթված։ «Ինչու դու այդքան հետաքրքրված ես»։ Նա հարցրեց։ Ժակը մոտեցավ նրան եւ դրեց ձեռքը նրա ուսին։ «Քանի որ աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը», նա ասաց,
Քանի որ Շարլ Ազնավուրը շատ երկար ժամանակ թաքցրել է իր իսկական դեմքը, եւ դու ես միակը, ով կարող է բացահայտել այն։ Պատրիկը զգաց, թե ինչպես Ժակի ձեռքը սեղմում է նրա ուսը, ուժեղ, գրեթե ցավոտ։ Եվ այդ պահին նա հասկացավ, որ Ժակը ոչ թե նրա ընկերն է, այլ ինչ-որ ավելի վտանգավոր բան։ Բայց ով էր իրականում Ժակը։ Ինչու նա այդքան ուզում էր ոչնչացնել Շարլ Ազնավուրի հեղինակությունը։ Եվ ամենակարևորը, արդյոք Պատրիկը պատրաստ էր դառնալ գործիք այդ խաղում, որը կարող էր ոչնչացնել ոչ միայն նրա հորը, այլ նաև նրան ինքը։ Փարիզի քաղաքային մորգում, որտեղ պահվում են բոլոր անհայտ ծագում ունեցող մարմինները, գործում է մի հին կանոն։ Յուրաքանչյուր մարմնի անձնական իրերը պահվում են առանձին պահարանում ճիշտ 6 ամիս, նախքան դրանք ոչնչացնելը։ 1986 թվականի մարտին, երբ Պատրիկ Ազնավուրի մարմինը բերվեց այնտեղ, նրա գրպաններում գտնվեց մի փոքրիկ թղթի կտոր, ծալված 8 անգամ, այնքան փոքր, որ գրեթե անտեսանելի էր։ Երբ դատաբժիշկը բացեց այն, նա տեսավ միայն 3 բառ, գրված դողդոջուն, գրեթե անընթեռների տառերով։ Նա ինձ սպանեց։ Ո՞վ էր այդ նա։ Արդյոք Պատրիկը խոսում էր իր հոր մասին, թե Ժակի մասին, թե ինչ-որ երրորդ անձի մասին, ում անունը երբեք չհնչեց։ Դատաբժիշկը փորձեց ավելացնել այդ նշումը պաշտոնական հաշվետվությանը, բայց նրան ասացին. «Սա անիմաստ է, սա պարզապես հիվանդ մարդու գրածն է»։ Այդ թղթի կտորը դրվեց ֆայլի մեջ եւ մոռացվեց։ Բայց 30 տարի անց, երբ մի լրագրող պատահաբար գտավ այն արխիվներում, նա հարցրեց. «Արդյոք Պատրիկ Ազնավուրը իսկապես ինքնասպանություն էր գործել, թե ինչ-որ մեկը ուզում էր, որ այդպես թվա»։ Եվ ամենակարևորը, ինչու ընտանիքը չունտանիքը այդքան արագ պնդեց փակել գործը եւ թաղել Պատրիկին առանց լրացուցիչ հետաքննության։ 1986 թվականի փետրվարին Պատրիկը շարունակում էր գրել իր ձեռագիրը, բայց այժմ նա արդեն չէր գրում միայն իր ցավի մասին, նա գրում էր փաստերի մասին։ Ժակը բերեց նրան փաստաթղթեր, հին պայմանագրեր, բանկային փոխանցումներ, հեռագրեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես Շարլ Ազնավուրը տարիներ շարունակ թաքցրել է իր իսկական եկամուտները, ինչպես նա վճարել է մարդկանց լռության համար, ինչպես նա կառուցել է իր կերպարը ստերի վրա։ Պատրիկը կարդում էր այդ փաստաթղթերը եւ զգում էր, թե ինչպես նրա ներսում աճում է ոչ թե սերը, այլ զայրույթը։ Նա տեսնում էր, որ իր հայրը ոչ միայն բացակահայր էր, այլ նաև կեղծավոր մարդ, ով ապրում էր կրկնակի կյանքով։ Բեմերում նա երգում էր սիրո եւ ազնվության մասին, բայց իրականում նա էր մարդ, ով պատրաստ էր ամեն ինչ անել իր հեղինակությունը պահպանելու համար։ Պատրիկը գրեց ամեն ինչ՝ յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր ամսաթիվ, յուրաքանչյուր անուն։ Նա գրեց այնպես, կարծես դա էր նրա վերջին կտակը, նրա վերջին ճիչը դեպի աշխարհը։ Բայց մի օր, երբ Պատրիկը գրում էր, նրա հեռախոսը զնգաց։ Դա Ուլլան էր, նրա մայրը։ Նրա ձայնը դողում էր եւ նա ասաց. «Պատրիկ, որդիս, ես լսեցի, որ դու գրում ես գիրք քո հոր մասին։ Խնդրում եմ, ասա ինձ, որ դա ճիշտ չէ»։ Պատրիկը լռեց երկար ժամանակ եւ ապա ասաց. «Այո, մայրիկ, ես գրում եմ, եւ ես պատրաստվում եմ հրապարակել այն»։ Ուլլան սկսեց լալ. «Ինչու, որդիս, ինչու դու ուզում ես ոչնչացնել քո հորը։ Նա սիրում է քեզ, նա միշտ սիրել է քեզ»։ Պատրիկը զգաց, թե ինչպես նրա սիրտը ճեղքվում է, բայց նա ասաց. «Եթե նա սիրում էր ինձ, ապա ինչու նա երբեք չէր այստեղ։ Եթե նա սիրում էր ինձ, ապա ինչու ես միշտ զգում էի, որ ես ոչինչ եմ նրա համար»։ Ուլլան աղաչեց. «Խնդրում եմ, մի արա դա։ Մի ոչնչացրու մեր ընտանիքը, մի ոչնչացրու քո հորը»։ Բայց Պատրիկը պարզապես ասաց. «Ուշ է, մայրիկ», եւ անջատեց հեռախոսը։ Նա նստեց իր սեղանի առաջ եւ շարունակեց գրել, բայց այժմ նրա ձեռքերը դողում էին ավելի ուժեղ եւ նրա արցունքները թափվում էին թղթի վրա, աղավաղելով թանաքը։ Հաջորդ օրը Ժակը եկավ Պատրիկի բնակարան եւ բերեց նրա հետ մի տղամարդու, բարակ, բարձրահասակ, սև ակնոցմերով։ Ժակը ներկայացրեց նրան. «Սա Ֆիլիպն է, նա հրատարակիչ է։ Նա պատրաստ է հրատարակել քո գիրքը»։ Ֆիլիպը նստեց եւ նայեց Պատրիկին ուսումնասիրող նայվածքով։ «Ես կարդացի քո ձեռագրի մի մասը», նա ասաց։ «Սա հզոր է, սա կարող է փոխել ամեն ինչ։ Բայց ես պետք է իմանամ, արդյոք դու պատրաստ ես դիմակայել հետևանքներին։ Երբ այս գիրքը հրապարակվի, քո հայրը կոչնչանա, քո ընտանիքը կբեկվի, եւ դու կդառնաս ամենատարածված մարդը Ֆրանսիայում»։ Պատրիկը նայեց նրան եւ ասաց. «Ես արդեն ատելի եմ։ Ես արդեն ոչինչ եմ, այնպես որ ինձ համար այլևս կորցնելու բան չկա»։ Ֆիլիպը ժպտաց. «Լավ է, ապա մենք կսկսենք։
Ես ուզում եմ, որ դու ավարտես ձեռագիրը 1 ամսում, եւ ապա մենք կհրապարակենք այն ամենամեծ սկանդալով, որը Ֆրանսիան երբևէ տեսել է։ Պատրիկը աշխատեց օրեր եւ գիշերներ շարունակ։ Նա գրեց, մինչև նրա ձեռքերը ցավում էին, մինչև նրա աչքերը այրվում էին, մինչև նրա մարմինը պահանջում էր հանգիստ, բայց նա չէր կարող դադարել։ Նա զգում էր, որ եթե դադարի, ապա ամեն ինչ կորած կլինի, որ նա նորից կդառնա անտեսանելի, նորից կդառնա ոչինչ։ Նա գրեց իր հոր մասին, թե ինչպես Շառլը թաքցրել է իր իսկական ծագումը, թե ինչպես նա փոխել է իր անունը Ազնավուրյանից Ազնավուր, որպեսզի հեշտ լինի արևմտյան աշխարհում։ Նա գրեց, թե ինչպես Շառլը դավաճանել է իր առաջին կնոջը, թե ինչպես նա թողել է իր ավագ երեխաներին հետապնդելով փառքը։ Նա գրեց, թե ինչպես Շառլը վճարել է լրագրողներին, որպեսզի նրանք գրեն միայն դրական հոդվածներ նրա մասին։ Եվ նա գրեց, թե ինչպես Շառլը օգտագործել է իր ընտանիքը որպես դեկորացիա, ցույց տալու աշխարհին, որ նա կատարյալ մարդ է, մինչդեռ իրականում նա էր սառը, հաշվարկված, անզգայուն։ Յուրաքանչյուր բառ էր թույն, յուրաքանչյուր նախադասություն էր դանակի հարված։ Բայց մի գիշեր, երբ Պատրիկը գրում էր, նա լսեց տարօրինակ ձայն իր դռան մոտից։ Նա կանգնեց եւ մոտեցավ դռանը, բայց երբ բացեց այն, ոչ ոք չկար։ Միայն հատակին պառկած էր մի ծրար, փաթաթված շաքանակագույն թղթով։ Պատրիկը վերցրեց այն եւ մտավ ներս։ Երբ բացեց ծրարը, նա տեսավ լուսանկարներ, տասնյակ լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս նրան ինքը տարբեր վայրերում, տարբեր ժամանակներում։ Լուսանկարներ, երբ նա դուրս էր գալիս իր բնակարանից, երբ նա նստած էր կաֆեում, երբ նա խոսում էր Ժակի հետ։ Ինչ որ մեկը հետևում էր նրան, ինչ որ մեկը դիտում էր նրան։ Պատրիկը զգաց, թե ինչպես սառը քրտինքը ծածկում է նրա մարմինը։ Նա շրջեց լուսանկարները եւ տեսավ, որ յուրաքանչյուր լուսանկարի հետևի կողմում գրված է մեկնույն նախադասությունը. «Դադարիր գրելուց կամ կհետևեն հետևանքները»։ Պատրիկը նստեց հատակին եւ սկսեց դողալ։ Նա հասկացավ, որ նա այլևս անվտանգ չէ, որ ինչ որ մեկը ուզում է նրան դադարեցնել։ Բայց ով էր այդ մարդը։ Արդյոք դա էր նրա հայրը, ով փորձում էր պաշտպանել իր հեղինակությունը, թե դա էր ինչ որ այլ ուժ, ավելի մութ, ավելի վտանգավոր։ Հաջորդ առավոտ Պատրիկը զանգահարեց Ժակին եւ պատմեց լուսանկարների մասին։ Ժակը լսեց լռությամբ եւ ապա ասաց. «Սա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Նրանք վախենում են քեզնից, Պատրիկ։ Նրանք վախենում են քո ճշմարտությունից։ Բայց դու չպետք է վախենաս։ Դու պետք է շարունակես»։ Պատրիկը ուզում էր հավատալ նրան, ուզում էր զգալ, որ նա ճիշտ է անում, բայց նրա ներսում ինչ որ բան շշնջում էր, որ ինչ որ բան սխալ է, որ Ժակը ոչ թե նրա ընկերն է, այլ ինչ որ ավելի վտանգավոր բան։ Բայց Պատրիկը արդեն չէր կարող դադարել։ Նա արդեն գնացել էր չափազանց հեռու եւ հետ դառնալու ճանապարհ չկար։ Նա վերադարձավ իր սեղանին եւ շարունակեց գրել, բայց այժմ յուրաքանչյուր բառ էր պայքար, յուրաքանչյուր նախադասություն էր տանջանք։ 1986 թվականի մարտի սկզբին Պատրիկը ավարտեց իր ձեռագիրը։ 260 էջ, լիցավով, զայրույթով, մեղադրանքներով։ Նա տվեց այն Ֆիլիպին, եւ Ֆիլիպը ասաց. «Սա գերազանց է։ Սա կփոխի ամեն ինչ։ Մենք կսկսենք տպագրությունը հաջորդ շաբաթ եւ 1 ամսում ամբողջ Ֆրանսիան կկարդա այն»։ Պատրիկը զգաց տարօրինակ զգացում, ոչ թե ուրախություն, ոչ թե հպարտություն, այլ դատարկություն։ Նա հասկացավ, որ այս գիրքը չէր փրկելու նրան, չէր բուժելու նրա վերքները, չէր վերադարձնելու նրան այն, ինչ նա կորցրել էր։ Բայց արդեն ուշ էր։ Գործընթացը սկսվել էր, եւ Պատրիկը կարող էր միայն սպասել հետևանքներին։ Բայց մի երեկո, երբ Պատրիկը նստած էր իր բնակարանում, նրա դուռը թակեցին։ Նա բացեց եւ տեսավ Շառլ Ազնավուրին։ Նրա հայրը կանգնած էր դռան առաջ, ծեր, հոգնած, նրա աչքերը կարմիր էին լացից։ «Պատրիկ», նա ասաց, «խնդրում եմ, թույլ տուր ինձ մտնել»։ Պատրիկը վարանեց, բայց ապա քաշվեց կողք։ Շառլը մտավ եւ նստեց փոքրիկ աթոռին։ Նրանք նստեցին լռությամբ երկար ժամանակ, եւ ապա Շառլը ասաց. «Ես իմացա քո գրքի մասին։ Ես իմացա, որ դու ուզում ես ոչնչացնել ինձ»։ Պատրիկը նայեց նրան եւ ասաց. «Ես չեմ ուզում ոչնչացնել քեզ։ Ես ուզում եմ, որ աշխարհը իմանա ճշմարտությունը»։ Շառլը ցնցեց գլուխը։ «Ճշմարտությունը։ Ո՞ր ճշմարտությունը, Պատրիկ։ Քո ճշմարտությունը, տարտությունը, թե իմ ճշմարտությունը։ Այո, ես բացակա հայր էի։ Այո, ես սխալներ եմ թույլ տվել։
Բայց ես միշտ սիրել եմ քեզ, միշտ մտածել եմ քո մասին, նույնիսկ երբ չէի այստեղ։ Պատրիկը զգաց, թե ինչպես արցունքները լցվում են նրա աչքերում։ Բայց դու երբեք չէիր այստեղ, նա ասաց։ Դու միշտ ինչ-որ այլ տեղ էիր, միշտ ինչ-որ ավելի կարևոր բանի հետ։ Եվ ես մեծացա զգալով, որ ես ոչինչ եմ, որ ես չեմ արժանի քո ժամանակին, քո սիրուն։ Շառլը կանգնեց եւ մոտեցավ Պատրիկին։ Նա դրեց ձեռքերը Պատրիկի ուսերին եւ ասաց. «Ներիր ինձ, որդի։ Ես գիտեմ, որ ես վատ հայր էի։ Ես գիտեմ, որ ես քեզ վնասեցի, բայց խնդրում եմ, մի հրապարակիր այդ գիրքը։ Մի ոչնչացրու այն ամենը, ինչ ես կառուցել եմ։ Մի ոչնչացրու մեր ընտանիքը»։ Պատրիկը նայեց հոր աչքերին եւ տեսավ այնտեղ ինչ-որ բան, ինչ նա երբեք չէր տեսել։ Վախ։ Շառլ Ազնավուրը, մարդը, ով երբեք չէր վախենում բեմից, ով երբեք չէր վախենում հանդիսատեսից, այժմ վախենում էր իր սեփական որդուց։ Բայց արդյոք Պատրիկը կարող էր ներել։ Արդյոք նա կարող էր դադարեցնել այն, ինչ արդեն սկսել էր։ Եվ ամենակարևորը, արդյոք Շառլի աղաչանքը բավարար էր փրկելու նրանց հարաբերությունները, թե արդեն ուշ էր եւ Պատրիկը արդեն կորցրել էր ամեն ինչ, ներառյալ իր հույսը փրկության համար։ Փարիզի հոգեբուժական կլինիկայի արխիվներում պահվում է մի ձայնագրություն, որը երբեք չի հրապարակվել։ Դա Պատրիկ Ազնավուրի վերջին թերապևտիկ նիստն է, գրանցված ընդամենը 3 օր առաջ նրա մահից։ Այդ ձայնագրության մեջ Պատրիկը խոսում է իր բժշկի հետ եւ ասում է. «Ես զգում եմ, որ ես ընկած եմ մի խոր հորի մեջ, եւ ամեն անգամ, երբ ես փորձում եմ բարձրանալ, ինչ-որ մեկը հրում է ինձ ետ։ Ես այլևս չգիտեմ, թե ով եմ ես։ Ես Պատրիկն եմ, թե Ազնավուրի որդին։ Ես նկարիչն եմ, թե պարզապես մի ստվեր, որը ապրում է ուրիշի լույսի տակ»։ Բժիշկը հարցնում է. «Պատրիկ, արդյոք դու երբևէ մտածել ես վնաս հասցնել քեզ»։ Եվ Պատրիկը լռում է երկար ժամանակ, այնքան երկար, որ բժիշկը սկսում է անհանգստանալ։ Ապա Պատրիկը շշնջում է. Ամեն օր ես մտածում եմ, թե որքան հեշտ կլիներ պարզապես անհետանալ, պարզապես դադարել գոյություն ունենալուց։ Բայց ես չեմ կարող, քանի որ ես դեռ ունեմ մի բան, որը պետք է ավարտեմ։ Բժիշկը հարցնում է. «Ինչ բան»։ Եվ Պատրիկը պատասխանում է. «Ճշմարտությունը։ Ես պետք է ասեմ ճշմարտությունը, նույնիսկ եթե դա վերջին բանն է, որը ես անում եմ այս կյանքում»։ Ձայնագրությունը ավարտվում է այդտեղ, բայց բժիշկը հետագայում ասաց, որ երբ Պատրիկը հեռացավ այդ նիստից, նա զգաց, որ ինչ-որ բան սխալ է, որ Պատրիկը ոչ թե պատրաստվում էր ապրել, այլ պատրաստվում էր մեկնել։ Բայց բժիշկը չարեց ոչինչ, եւ 3 օր անց Պատրիկ Ազնավուրը գտնվեց մեռած իր բնակարանում։ 1986 թվականի մարտի 12-ին Շառլը հեռացավ Պատրիկի բնակարանից, ուսերը կծկված, սիրտը ծանր։ Նա չէր կարողացել համոզել իր որդուն դադարեցնել գրքի հրապարակումը։ Պատրիկը մերժել էր, ասելով. «Ուշ է, հայրիկ, ես արդեն ստորագրել եմ պայմանագիրը, գիրքը կհրապարակվի 1 ամսում»։ Շառլը վերադարձավ տուն եւ նստեց իր աշխատասենյակում ողջ գիշեր։ Նա մտածում էր, թե ինչ անել, ինչպես կանխել այդ աղետը։ Նա կարող էր զանգահարել իր փաստաբաններին, կարող էր փորձել դատական կարգով կանխել հրապարակումը։ Բայց նա գիտեր, որ դա միայն կավելացներ սկանդալը, միայն կավելի շատ ուշադրություն կգրավեր գրքի վրա։ Նա զգում էր, որ ընկած է որոքայթի մեջ, որտեղից ելք չկար։ Եվ ամենավատը, նա գիտեր, որ դա իր սեփական մեղքն էր, որ եթե նա եղել լավ հայր, եթե նա եղել այնտեղ իր որդու համար, ապա այս ամենը երբեք չէր տեղի ունենա։ Հաջորդ օրերին Շառլը փորձեց շարունակել իր կյանքը, բայց նա չէր կարողանում։ Նա չէր կարողանում երգել, չէր կարողանում ժպտալ, չէր կարողանում կեղծել։ Նրա մենեջերը նկատեց, որ ինչ-որ բան սխալ է, եւ հարցրեց. «Շառլ, ամեն ինչ կարգին է»։ Բայց Շառլը պարզապես ասաց. «Այո, ամեն ինչ կատարյալ է» եւ շարունակեց պատրաստվել իր հերթական համերգին։ Բայց ներսում նա քայքայվում էր։ Նա գիտեր, որ շուտով ամբողջ աշխարհը կիմանա նրա գաղտնիքները, կիմանա նրա սխալները, կիմանա, որ Շառլ Ազնավուրը ոչ թե այն կատարյալ մարդն է, որին նրանք պաշտում են, այլ պարզապես մի մարդ, լի թերություններով, լի մեղքերով։ Մարտի 15-ին Պատրիկը ստացավ հեռախոսազանգ Ֆիլիպից։ «Պատրիկ, մենք ունենք խնդիր», Ֆիլիպը ասաց։ «Ինչպիսի խնդիր», Պատրիկը հարցրեց։ «Ինչ-որ մեկը փորձում է կանխել գրքի հրապարակումը», Ֆիլիպը ասաց։ «Նրանք առաջարկեցին ինձ մեծ գումար ոչնչացնելու ամբողջ տպաքանակը, բայց մի անհանգստացիր, ես մերժեցի։ Մենք շարունակելու ենք ըստ պլանի»։ Պատրիկը զգաց, թե ինչպես սառը ալիքը անցնում է նրա ողնաշարով։ «Ո՞վ էր այդ մարդը», նա հարցրեց։ «Նա չներկայացավ», Ֆիլիպը ասաց,
Բայց նա ասաց, որ եթե ես չդադարեցնեմ, ապա կհետևեն լուրջ հետևանքներ։ Պատրիկը հասկացավ, որ նա այլևս անվտանգ չէ, որ ուժեր, որոնք նա չէր հասկանում, Աշխատում էին նրա դեմ, բայց նա չէր կարող դադարել։ Նա գնացել էր չափազանց հեռու։ Այդ երեկո Պատրիկը նստեց իր բնակարանում եւ նայեց շուրջը։ Պատերը լի էին նրա նկարներով՝ մութ, տագնապալի, լի ցավով։ Յուրաքանչյուր նկար էր նրա հոգու մի մասը, նրա ցավի մի կտորը։ Նա մտածեց, թե արդյոք արժեր աս ամենը։ Արդյոք գիրքը փոխելու էր ինչ-որ բան։ Արդյոք դա բերելու էր նրան խաղաղություն, թե միայն ավելի շատ ցավ։ Նա չգիտեր պատասխանը, բայց նա գիտեր մի բան, որ նա այլևս չէր կարող ապրել այդպես, այլևս չէր կարող կրել այդ ծանրությունը, այլևս չէր կարող լինել անտեսանելի։ Նա ուզում էր, որ աշխարհը տեսնի նրան, լսի նրան, հասկանա նրան։ Նույնիսկ եթե դա նշանակում էր ոչնչացնել իր հորը, ոչնչացնել իր ընտանիքը, ոչնչացնել իր սեփական ապագան։ Մարտի 19 երեկոյան Պատրիկը ստացավ վերջին այցելությունը։ Դա Ժակն էր։ Նա եկավ ուշ, ժամը 11-ի սահմաններում, եւ նրա դեմքը լուրջ էր։ Պատրիկ, մենք պետք է խոսենք, նա ասաց։ Նրանք նստեցին եւ Ժակը ասաց. Ես լսեցի, որ քո հայրը փորձում է կանխել գրքի հրապարակումը։ Ես լսեցի, որ նա աշխատում է շատ հզոր մարդկանց հետ։ Եվ ես վախենում եմ, Պատրիկ, որ նրանք կարող են վնաս հասցնել քեզ։ Պատրիկը նայեց նրան. Ինչպիսի վնաս։ Ժակը վարանեց եւ ապա ասաց. Նրանք կարող են փորձել քեզ լռեցնել։ Ընդմիշտ։ Պատրիկը զգաց, թե ինչպես վախը սողում է նրա ողնաշարով։ Դու ասում ես, որ նրանք կարող են սպանել ինձ, նա շշնջաց։ Ժակը ցնցեց գլուխը։ Ես չգիտեմ, բայց ես ուզում եմ, որ դու զգույշ լինես։ Ես ուզում եմ, որ դու պաշտպանես քեզ։ Բայց Պատրիկը հանկարծ զգաց տարօրինակ հանգստություն։ Նա նայեց Ժակին եւ ասաց. Գիտես, Ժակ, ես այլևս չեմ վախենում մահից։ Ես վախենում եմ միայն մի բանից՝ անտեսանելի մնալուց, մոռացվելուց, չլսելի լինելուց։ Եվ եթե իմ մահը նշանակում է, որ իմ ձայնը վերջապես կլսվի, ապա թող այդպես լինի։ Ժակը նայեց նրան երկար ժամանակ, եւ Պատրիկը տեսավ նրա աչքերում ինչ-որ բան, որը նա չէր կարող հասկանալ։ Դա սիրով էր, թե ափսոսանքով, թե ինչ-որ այլ բանով։ Ժակը կանգնեց եւ ասաց. Ես պետք է գնամ, բայց Պատրիկ, խնդրում եմ, մտածիր քո մասին, մտածիր քո ապագայի մասին։ Եվ նա հեռացավ, թողնելով Պատրիկին մենակ իր մութ բնակարանում։ Պատրիկը նստեց պատուհանի մոտ եւ նայեց դեպի Փարիզի գիշերային լույսերը։ Քաղաքը փայլում էր, կենթանի էր, լի կյանքով։ Բայց Պատրիկը զգում էր, որ նա այլևս այդ աշխարհի մասը չէ, որ նա արդեն մի ոտքով մյուս կողմում է։ Նա մտածեց իր հոր մասին, իր մոր մասին, իր կյանքի մասին։ Նա մտածեց բոլոր այն օրերի մասին, երբ նա զգում էր անտեսանելի, բոլոր այն գիշերների մասին, երբ նա լաց էր լինում մենությունից։ Եվ նա մտածեց, թե արդյոք նրա գիրքը փոխելու էր ինչ-որ բան։ Արդյոք դա արժանի էր այն ամենին, ինչ նա զոհել էր։ Նա չգիտեր պատասխանը։ Բայց նա գիտեր, որ նա այլևս ետ չէր կարող դառնալ։ Ճանապարհը ընտրված էր, եւ Պատրիկը պետք է գնար մինչև վերջ, անկախ նրանից, թե ուր էր տանում այդ ճանապարհը։ Արդյոք Պատրիկը գիտեր, որ նրան մնացել էր ապրելու ընդամենը մի քանի օր։ Արդյոք նա գիտեր, որ այն ուժերը, որոնց դեմ նա պայքարում էր, ավելի հզոր էին, քան նա երբևէ պատկերացրել էր։ Եվ ամենակարևորը, արդյոք նրա մահը իսկապես ինքնասպանություն էր, թե ինչ-որ մեկը որոշեր, որ Պատրիկ Ազնավուրի ձայնը երբեք չպետք է լսվի։ Փարիզի քրեական ոստիկանության գաղտնի արխիվում պահվում է մի վկայություն, որը երբեք չի ներառվել պաշտոնական հաշվետվություններում։ Պատրիկ Ազնավուրի հարևանուհին, 70-ամյա Մադլեն Դյուպոնը, տվել է ցուցմունք, որ մարտի 19 գիշերը, ժամը 2-ի սահմաններում, նա արթնացել է տարօրինակ ձայներից։ Նա լսել է, թե ինչպես Պատրիկի բնակարանում երկու տղամարդ բարձրաձայն վիճում են։ Մեկը եղել է Պատրիկը, մյուսը ավելի խոր ձայնով մարդ, ում նա չէր ճանաչում։ Մադլենը հիշում է, որ լսել է այս բառերը. «Դու չես հասկանում, թե ինչի մեջ ես խառնվել»։ Եվ ապա Պատրիկի ձայնը. «Ես այլևս չեմ վախենում ձեզնից»։ Հետո եղել է լռություն, երկար, սարսափելի լռություն։ Մադլենը ուզել է զանգահարել ոստիկանություն, բայց վախեցել է։ Նա ասում է, որ մոտավորապես 20 րոպե անց լսել է, թե ինչպես դուռը բացվում է եւ փակվում, եւ ապա աստիճաններով ծանր քայլերի ձայնը։ Հաջորդ առավոտ, երբ նա իմացավ Պատրիկի մահվան մասին, նա փորձեց պատմել ոստիկաններին այս մասին, բայց նրանք ասացին.
Մադամ, դուք տարեցեք։ Հավանաբար երազ եք տեսել։ Բայց Մադոնը պնդում է, որ նա չէր երազում, որ նա լսել է այն ամենը, եւ որ Պատրիկ Ազնավուրը չէր մենակ, երբ նրա կյանքը ավարտվեց։ Ո՞վ էր այդ երկրորդ մարդը։ Ինչու ոստիկանությունը մերժեց հետաքննել այս վկայությունը։ Եվ ամենակարևորը, արդյոք Պատրիկի մահը իսկապես պատահական էր, թե ինչ որ մեկը որոշեց, որ նա չպետք է տեսնի իր գրքի հրապարակումը։ Մարտի 19 գիշերը Պատրիկը չէր կարողանում քնել։ Նա քայլում էր իր փոքրիկ բնակարանում, առաջ եւ ետ, առաջ եւ ետ։ Նրա մտքերը պտտվում էին անվերջ շրջանում։ Նա մտածում էր Ժակի վերջին խոսքերի մասին, այն զգուշացման մասին, որ նրա կյանքը վտանգի մեջ է։ Բայց ավելի շատ նա մտածում էր իր հոր մասին, այն վերջին հանդիպման մասին, երբ Շառլը աղաչել էր նրան դադարեցնել։ Պատրիկը զգում էր, թե ինչպես նրա սիրտը պատռվում է երկու կողմ։ Մի մասը նրա ուզում էր ներել, ուզում էր հասկանալ, ուզում էր վերադառնալ այն ժամանակները, երբ նա դեռ հավատում էր, որ հայրը կարող է փոխվել։ Բայց մյուս մասը, այն մասը, որը տարիներ շարունակ տառապել էր անտեսումից, ուզում էր արդարություն, ուզում էր, որ աշխարհը իմանա ճշմարտությունը։ Նա նստեց իր սեղանի առաջ եւ բացեց այն կարմիր կաշվե նոթատետրը, որտեղ նա գրել էր իր ամենախորը մտքերը։ Վերջին էջում նա գրեց. Եթե ինչ-որ բան պատահի ինձ, թող աշխարհը իմանա, ես չէի ուզում մեռնել։ Ես ուզում էի ապրել, ուզում էի ստեղծել, ուզում էի սիրել եւ սիրված լինել, բայց ինձ երբեք չտվեցին այդ հնարավորությունը։ Ժամը 1-ի սահմաններում Պատրիկը լսեց, թե ինչպես նրա դուռը թակում են։ Սկզբում նա չուզեց բացել, բայց թակոցները շարունակվեցին, ավելի ուժեղ, ավելի պնդող։ Նա մոտեցավ դռանը եւ հարցրեց. «Ո՞վ է»։ Ձայնը պատասխանեց. «Բաց արա, Պատրիկ, մենք պետք է խոսենք»։ Դա Ժակի ձայնը չէր։ Դա ավելի խոր, ավելի սառը ձայն էր։ Պատրիկը զգաց, թե ինչպես վախը սողում է նրա ողնաշարով, բայց նա բացեց դուռը։ Դռան առաջ կանգնած էր մի տղամարդ, բարձրահասակ, լայն ուսերով, սև վերարկուով։ Նրա դեմքը մասամբ թաքնված էր ստվերների մեջ, բայց Պատրիկը կարող էր տեսնել նրա աչքերը, սառը, հաշվարկված, անքուտ։ «Ո՞վ եք դուք»։ Պատրիկը հարցրեց։ Տղամարդը մտավ առանց հրավերի եւ փակեց դուռը իր հետևից։ Դա կարևոր չէ, նա ասաց։ Կարևորը այն է, որ դու պետք է դադարեցնես այն, ինչ անում ես։ Պատրիկը ետ քաշվեց։ Ես չեմ հասկանում, ինչի մասին եք խոսում։ Տղամարդը մոտեցավ նրան, դանդաղ, սպառնալից։ Քո գիրքը, նա ասաց։ Դու պետք է դադարեցնես դրա հրապարակումը։ Այժմ։ Պատրիկը զգաց, թե ինչպես զայրույթը բորբոքվում է նրա ներսում։ Ոչ, նա ասաց, ես չեմ դադարեցնի, աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը։ Տղամարդը ժպտաց, սառը, անքուտ ժպիտ։ Ճշմարտությունը, նա կրկնեց, դու չես հասկանում, փոքրիկ։ Ճշմարտությունը այն է, ինչ մենք ասում ենք, որ է, եւ քո ճշմարտությունը, քո փոքրիկ ցավոտ պատմությունը ոչ ոք չի ուզում լսել։ Նա հանեց իր գրպանից մի ծրար եւ նետեց այն սեղանին։ Այստեղ 50,000 ֆրանկ է, նա ասաց։ Վերցրու դրանք, ոչնչացրու քո ձեռագիրը եւ մոռացիր այս ամենի մասին։ Սկսիր նոր կյանք, հեռու Փարիզից, հեռու քո հորից։ Պատրիկը նայեց գումարին եւ ապա նայեց տղամարդուն։ Ոչ, նա ասաց, ես չեմ վաճառվում։ Տղամարդու դեմքը խստացավ։ Ապա դու ընտրել ես դժվար ճանապարհը, նա ասաց։ Նա մոտեցավ Պատրիկին եւ դրեց ձեռքը նրա կոկորդին, ոչ սեղմելով, այլ պարզապես հիշեցնելով, թե որքան հեշտ կլիներ ավարտել ամեն ինչ։ Մտածիր լավ, Պատրիկ, նա շշնջաց։ Քանի որ հաջորդ անգամ ես չեմ լինի այսքան քաղաքավարի։ Տղամարդը հեռացավ, թողնելով Պատրիկին դողացող, վախեցած, բայց նաեւ ավելի վճռական, քան երբևէ։ Պատրիկը նստեց հատակին եւ սկսեց լալ, ոչ թե վախից, այլ հուսահատությունից։ Նա հասկացավ, որ նա ընկած է մի խաղի մեջ, որը շատ ավելի մեծ էր, քան նա պատկերացրել էր։ Դա այլևս միայն նրա եւ նրա հոր միջև չէր։ Դա էր պայքար ուժերի դեմ, որոնք ուզում էին պահպանել իրենց գաղտնիքները, պահպանել իրենց իշխանությունը։ Բայց Պատրիկը չէր կարող ետ քաշվել։ Նա գնացել էր չափազանց հեռու։ Նա կանգնեց, լվացավ իր դեմքը եւ նստեց գրելու։ Եթե դա պետք է լիներ նրա վերջին գիշերը, ապա նա պետք է օգտագործեր այն, ավարտելու այն, ինչ սկսել էր։ Մարտի 29 առավոտյան Ուլլան զանգահարեց Պատրիկին, բայց նա չպատասխանեց։ Նա փորձեց նորից եւ նորից, բայց միայն լռություն էր։ Անհանգստացած, նա զանգահարեց շենքի կառավարչին եւ խնդրեց ստուգել Պատրիկի բնակարանը։
Կառավարիչը բարձրացավ, թակեց դուռը, բայց ոչ ոք չպատասխանեց։ Նա օգտագործեց իր հիմնական բանալին եւ բացեց դուռը։ Այնինչ նա տեսավ, սառեցրեց նրա արյունը։ Պատրիկը պառկած էր հատակին, անշարժ, գունատ, նրա աչքերը բաց էին, բայց դատարկ։ Կառավարիչը վազեց դուրս եւ զանգահարեց շտապ օգնության ծառայություն։ Երբ բժիշկները եկան, նրանք փորձեցին վերակենդանացնել Պատրիկին, բայց արդեն ուշ էր։ Պատրիկ Ազնավուրը, 25 տարեկան երիտասարդը, ով ուզում էր լինել ինքը, ոչ թե ուրիշի ստվերը, հեռացել էր այս աշխարհից։ Պաշտոնական եզրակացությունը եղավ ինքնասպանություն, դեղերի գուն, դեղերի գերբաղցիկ դեղաչափից։ Բայց նրանք, ովքեր գիտեին Պատրիկին, նրանք, ովքեր տեսել էին նրա վերջին օրերը, հարցնում էին, արդյոք դա իսկապես ինքնասպանություն էր, թե ինչ-որ մեկը օգնել էր նրան հեռանալ։ Երբ Շառլ Ազնավուրը լսեց լուրը, նա գտնվում էր Լոնդոնում, պատրաստվելով համերգի։ Նրա մենեջերը եկավ նրա մոտ, գունատ, դողացող, եւ ասաց. «Շառլ, Ես ունեմ սարսափելի լուր»։ Երբ Շառլը լսեց, որ Պատրիկը մահացել է, նա պարզապես նստեց, առանց արցունքների, առանց ճչալու, առանց որևէ արտահայտության։ Նա նստեց այնպես ամբողջ ժամ եւ ապա ասաց. «Ես պետք է վերադառնամ տուն»։ Նա չեղարկեց համերգը, նստեց ինքնաթիռ եւ վերադարձավ Փարիզ։ Ողջ ճանապարհին նա նստած էր լռությամբ, նայելով պատուհանից, բայց ոչինչ չտեսնելով։ Նրա ներսում ինչ-որ բան կոտրվել էր, ինչ-որ բան, որը երբեք չէր կարող վերականգնվել։ Նա կորցրել էր իր որդուն, եւ նա գիտեր, որ դա իր մեղքն էր։ Եթե նա եղել լավ հայր, եթե նա եղել այնտեղ, եթե նա լսել Պատրիկին, ապա հավանաբար նրա որդին դեռ կապրեր։ Բայց այժմ արդեն ուշ էր։ Պատրիկը հեռացել էր, եւ Շառլը մնացել էր միայն իր մեղավորության եւ իր ցավի հետ։ Պատրիկի թավումը եղավ հանգիստ, փակ միջոցառում։ Ընտանիքը չուզեց մեծ հանրային արարողություն, չուզեց լրագրողներ, չուզեց սկանդալ։ Միայն մոտիկ ընտանիքի անդամները եւ մի քանի ընկերներ ներկա էին։ Շառլը կանգնած էր գերեզմանի մոտ, ծեր, կոտրված, նրա դեմքը քարացած էր ցավից։ Ուլան լաց էր լինում անդադար, Բայց Շառլը չէր կարողանում լալ։ Նրա արցունքները ցամաքել էին, նրա սիրտը դարձել էր քար։ Երբ արարողությունը ավարտվեց եւ բոլորը հեռացան, Շառլը մնաց մենակ գերեզմանի մոտ։ Նա նստեց հողի վրա եւ վերջապես սկսեց խոսել. «Ներիր ինձ, որդի։ Ներիր ինձ, որ ես վատ հայր էի։ Ներիր ինձ, որ ես ընտրեցի փառքը, ոչ թե քեզ։ Ներիր ինձ, որ ես չլսեցի քեզ, երբ դու ճչում էիր օգնության համար։ Ես գիտեմ, որ ես չարժանի քո ներողությանը, բայց ես աղաչում եմ քեզ։ Գիտակցիր, որ ես սիրում էի քեզ։ Միշտ սիրել եմ, նույնիսկ երբ չէի ցույց տալիս այն»։ Բայց գերեզմանը լռում էր, եւ Շառլը գիտեր, որ Պատրիկը երբեք չէր լսելու այդ խոսքերը։ Մարտի 22-ին, երբ Շառլը վերադարձավ Պատրիկի բնակարան, հավաքելու նրա իրերը, նա գտավ այն կարմիր կաշվե նոթատետրը։ Նա բացեց այն եւ սկսեց կարդալ։ Յուրաքանչյուր էջ էր հարված, յուրաքանչյուր բառ էր մեղադրանք։ Շառլը կարդաց ամեն ինչ՝ Պատրիկի ցավը, նրա մենությունը, նրա հուսահատությունը։ Նա կարդաց, թե ինչպես Պատրիկը զգում էր անտեսանելի, թե ինչպես նա ատում էր իր ազգանունը, թե ինչպես նա ուզում էր փախչել։ Եվ երբ Շառլը հասավ վերջին էջին, նա տեսավ այն վերջին նախադասությունը. «Եթե ինչ-որ բան պատահի ինձ, թող աշխարհը իմանա, ես չէի ուզում մեռնել»։ Շառլը փակեց նոթատետրը եւ սկսեց լալ, առաջին անգամ Պատրիկի մահից հետո։ Նա լաց եղավ ժամերով, մինչև նրա մարմինը դողում էր, մինչև նրա ձայնը կորչում էր։ Նա լաց եղավ իր որդու համար, իր սխալների համար, իր կորցրած ժամանակի համար։ Բայց ամենասարսափելին դեռ առաջ էր։ Երբ Շառլը շարունակեց փնտրել Պատրիկի իրերի մեջ, նա գտավ մի ծրար, թաքնված պահարանի խորքում։ Ներսում էին փաստաթղթեր, պայմանագրեր, բանկային փոխանցումներ, հեռագրեր։ Շառլը սկսեց կարդալ եւ հասկացավ, որ Պատրիկը հավաքել էր ապացույցներ նրա մասին, ապացույցներ, որոնք կարող էին ոչնչացնել նրա հեղինակությունը։ Բայց ավելի սարսափելին այն էր, որ այդ փաստաթղթերի մեջ Շառլը տեսավ անուններ, երանուններ մարդկանց, ում նա վստահում էր, ում նա համարում էր ընկերներ։ Եվ նա հասկացավ, որ Պատրիկը չէր աշխատում մենակ, որ ինչ-որ մեկը օգտագործում էր նրան, հասնելու Շառլ Ազնավուրին։ Բայց ով էր այդ մարդը։ Շառլը շարունակեց փնտրել եւ գտավ մի անուն, որը սառեցրեց նրա արյունը։ Ժակ Բեռնարդ։ Մի մարդ, ում Շառլը ճանաչում է շատ լավ։ Մի մարդ, ով տարիներ առաջ աշխատել էր նրա հետ, բայց ում Շառլը հեռացրել էր խարդախության համար։ Ժակը վրեժ էր լուծում, եւ նա օգտագործել էր Պատրիկին որպես գործիք։ Շառլը զգաց, թե ինչպես զայրույթը բորբոքվում է նրա ներսում։ Նա հասկացավ, որ Պատրիկը եղել է զոհ ոչ միայն նրա սեփական ցավի, այլ նաև ուրիշների խաղերի։ Նա վերցրեց հեռախոսը եւ զանգահարեց իր փաստաբանին։
Ես ուզում եմ, որ դուք գտնեք Ժակ Բեռնարդին, նա ասաց։ Ես ուզում եմ իմանալ ամեն ինչ նրա մասին, որտեղ է նա, ինչ է անում, ում հետ է աշխատում։ Փաստաբանը խոստացավ անել ամեն ինչ, եւ Շառլը անջատեց հեռախոսը։ Նա նստեց Պատրիկի փոքրիկ բնակարանում եւ նայեց շուրջը։ Այստեղում նրա որդին ապրել էր իր վերջին օրերը, մենակ, վախեցած, դավաճանված։ Եվ Շառլը չէր եղել այնտեղ նրա համար։ Նա չէր պաշտպանել նրան, Չէր փրկել նրան։ Այդ մեղավորությունը Շառլը պետք է կրեր մինչև իր կյանքի վերջը։ Ապրիլի սկզբին Շառլի փաստաբանը վերադարձավ տեղեկություններով։ Ժակ Բեռնարդը հեռացել էր Ֆրանսիայից անմիջապես Պատրիկի մահից հետո։ Նա գտնվում էր Շվեյցարիայում, որտեղ նա բացել էր նոր բիզնես՝ արվեստի գալերեա։ Փաստաբանը նաև հայտնաբերել էր, որ Ժակը ստացել էր մեծ գումար անհայտ աղբյուրից, ճիշտ Պատրիկի մահից մի շաբաթ առաջ։ Շառլը հասկացավ, որ Ժակը վճարվել էր ոչ թե օգնելու Պատրիկին, այլ օգտագործելու նրան։ Եվ երբ Պատրիկը դարձավ չափազանց վտանգավոր, երբ նա մերժեց դադարեցնել, Ժակը կամ նրա գործատուները որոշեցին ավարտել խաղը։ Շառլը ուզում էր գնալ Շվեյցարիա, ուզում էր բախվել Ժակին, ուզում էր ստիպել նրան խոստովանել, բայց նրա փաստաբանը ասաց. Շառլ, դուք չունեք ապացույցներ։ Ամեն ինչ, ինչ դուք ունեք, հիմնված է կասկածների վրա։ Եթե դուք գնաք այնտեղ, դուք միայն կստեղծեք ավելի մեծ սկանդալ։ Շառլը գիտեր, որ փաստաբանը ճիշտ էր, բայց նա չէր կարող պարզապես նստել եւ ոչինչ չանել։ Մայիսին Շառլը ստացավ մի փաթեթ, առանց ուղարկողի անվան։ Ներսում էր Պատրիկի ձեռագիրը, ամբողջ 260 էջը։ Կցված էր մի նշում. Քո որդին ուզում էր, որ աշխարհը կարդա սա։ Հիմա որոշումը քո ձեռքում է։ Շառլը սկսեց կարդալ եւ յուրաքանչյուր էջ էր տանջանք։ Նա տեսավ իրեն Պատրիկի աչքերով, բացակա հայր, սառը մարդ, ով ընտրել էր փառքը, ոչ թե ընտանիքը։ Նա կարդաց մեղադրանքները, ցավը, հուսահատությունը։ Եվ երբ ավարտեց, նա հասկացավ, որ Պատրիկը ճիշտ էր։ Յուրաքանչյուր բառում, յուրաքանչյուր նախադասությունում։ Շառլը եղել էր վատ հայր, եւ նա չէր կարող ժխտել այն։ Բայց արդյոք նա պետք է թույլ տար հրապարակել այդ գիրքը։ Արդյոք նա պետք է թույլ տար, որ ամբողջ աշխարհը տեսնի նրա սխալները, նրա մեղքերը։ Շառլը մտածեց երկար ժամանակ եւ ապա կայացրեց որոշում։ Նա զանգահարեց Ֆիլիպին, հրատարակչին եւ ասաց. «Մի հրապարակեք այդ գիրքը»։ Ֆիլիպը զարմացավ. «Բայց պարոն Ազնավուր, սա ձեր որդու վերջին կամքն էր»։ Շառլը ասաց. «Ես գիտեմ, բայց ես չեմ կարող թույլ տալ, որ նրա վերջին խոսքերը լինեն ատելություն եւ զայրույթ։ Ես ուզում եմ, որ աշխարհը հիշի նրան որպես տաղանդավոր նկարիչ, ոչ թե որպես դավաճանված որդի»։ Ֆիլիպը համաձայնեց, եւ Շառլը վճարեց նրան ոչնչացնելու ամբողջ տպաքանակը։ Բայց Շառլը չդադարեցրեց այնտեղ։ Նա վերցրեց Պատրիկի բոլոր նկարները եւ կազմակերպեց մի հուշագրական ցուցահանդես Փարիզի ամենահայտնի գալերեաներից մեկում։ Նա հրավիրեց քննադատներին, լրագրողներին, արվեստասերներին, եւ բացման երեկոյան նա կանգնեց բոլորի առաջ եւ ասաց. «Այս ցուցահանդեսը նվիրված է իմ որդուն, Պատրիկ Ազնավուրին, ով եղավ տաղանդավոր նկարիչ, զգայուն հոգի եւ ում ես կորցրի չափազանց վաղ։ Ես չէի լավ հայր նրա համար, եւ ես կրում եմ այդ մեղավորությունը ամեն օր։ Բայց ես ուզում եմ, որ աշխարհը տեսնի նրա արվեստը, տեսնի նրա տաղանդը, տեսնի այն, ինչ նա կարող էր դառնալ, եթե ես եղած լինեի ավելի լավ հայր»։ Սրահում լռություն էր, եւ ապա մարդիկ սկսեցին ծափահարել։ Ոչ թե Շառլի համար, այլ Պատրիկի համար։ Ցուցահանդեսը եղավ հսկայական հաջողություն։ Պատրիկի նկարները վաճառվեցին բարձր գներով, եւ գումարը Շառլը նվիրաբերեց հիմնադրամի, որը նա ստեղծեց Պատրիկի անվամբ, օգնելու երիտասարդ նկարիչներին, ովքեր պայքարում են դեպրեսիայի եւ հոգեկան խնդիրների դեմ։ Շառլը չէր կարող վերադարձնել Պատրիկին, չէր կարող ուղղել իր սխալները, բայց նա կարող էր փորձել օգնել ուրիշներին, որպեսզի նրանք չանցնեն այն ճանապարհով, որով անցավ նրա որդին։ Տարիներ անցան։ Շառլ Ազնավուրը շարունակեց երգել, շարունակեց ճանապարհորդել, շարունակեց լինել աշխարհահռչակ։ Բայց նրանք, ովքեր ճանաչում էին նրան մոտիկից, ասում էին, որ նա փոխվել էր։ Նրա աչքերում միշտ կար տխրություն, նրա ժպիտում միշտ կար ցավ։ Յուրաքանչյուր համերգից հետո նա վերադառնում էր իր հյուրանոց եւ նստում էր մենակ, նայելով Պատրիկի լուսանկարներին։ Նա երբեք չխոսեց հրապարակայինորեն Պատրիկի մահվան մասին, երբեք չտվեց հարցազրույցներ այդ թեմայով։ Նա պահպանեց լռությունը, բայց այդ լռությունը ավելի բարձրաձայն էր, քան ցանկացած խոսք։
1989 թվականին, երբ Շառլը տոնեց իր 65-ամյակը, նա տվեց մի հազվագյուտ հարցազրույց։ Լրագրողը հարցրեց. «Պարոն Ազնավուր, դուք ունեցել եք հրաշալի կարիերա, դուք երգել եք թագավորների եւ նախագահների համար, դուք եղել եք սիրված միլիոնների կողմից, բայց եթե կարող էիք փոխել մի բան ձեր կյանքում, ինչ կլիներ այն»։ Շառլը լռեց երկար ժամանակ եւ ապա ասաց. «Ես կփոխեի այն, որ ես կլինեի ավելի շատ տանը, ես կլսեի ավելի շատ իմ ընտանիքին, ես կընտրեի սերը, ոչ թե փառքը»։ Լրագրողը հարցրեց. «Դուք խոսում եք ձեր որդու Պատրիկի մասին»։ Շառլը նայեց նրան եւ նրա աչքերում լրագրողը տեսավ արցունքներ։ «Այո», Շառլը շշնջաց, «ես խոսում եմ Պատրիկի մասին։ Նա եղավ իմ ամենամեծ սխալը եւ իմ ամենամեծ ցավը։ Եվ ոչ մի օր չի անցնում, երբ ես չեմ մտածում նրա մասին, երբ ես չեմ ցանկանում, որ ես կարողանայի վերադառնալ ժամանակում եւ փոխել ամեն ինչ»։ Հարցազրույցը հրապարակվեց եւ ամբողջ Ֆրանսիան խոսեց այդ մասին։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ Շառլ Ազնավուրը ոչ միայն մեծ երգիչ էր, այլ նաեւ մի մարդ, ով կրում էր ծանր բեռ։ Ոմանք նրան քննադատեցին, ասելով, որ նա վատ հայր էր, որ նա զոհել էր իր որդուն իր կարիերայի համար։ Բայց ուրիշները ասացին, որ Շառլը գոնե ճանաչեց իր սխալները, գոնե փորձեց ուղղել դրանք։ Եվ դա ավելին էր, քան շատ մարդիկ երբևէ անում են։ 2018 թվականի հոկտեմբերին, երբ Շառլ Ազնավուրը հեռացավ այս աշխարհից 94 տարեկան հասակում, ամբողջ աշխարհը սգաց նրան։ Միլիոնավոր մարդիկ հիշեցին նրա երգերը, նրա ձայնը, նրա տաղանդը։ Բայց նրանք, ովքեր իսկապես ճանաչում էին նրան, հիշեցին նաև Պատրիկին։ Շառլի թաղման օրը, նրա գերեզմանի կողքին, ընտանիքը թաղեց նաև Պատրիկի կարմիր կաշվե նոթատետրը, այն նոթատետրը, որտեղ Պատրիկը գրել էր իր ամենախորը մտքերը։ Դա է Շառլի վերջին ցանկությունը, որ նա եւ Պատրիկը միասին լինեն, նույնիսկ մահից հետո։ Եվ երբ գերեզմանը փակվեց, ոմանք ասացին, որ լսեցին քամու մեջ մի շշուկ, կարծես Պատրիկը վերջապես ներեց իր հորը։ Բայց մի հարց մնաց անպատասխան. ո՞վ էր իրականում այն մարդը, ով այցելեց Պատրիկին նրա վերջին գիշերը։ Ո՞վ էր այն մարդը, ով սպառնաց նրան, ով հավանաբար օգնեց նրան հեռանալ այս աշխարհից։ Ժակ Բերնարդը երբեք չխոստովանեց, եւ նա մահացավ 2012 թվականին, առանց երբևէ բացահայտելու ճշմարտությունը։ Ոստիկանական գործը փակվեց որպես ինքնասպանություն, եւ պաշտոնապես Պատրիկ Ազնավուրը վերցրեց իր սեփական կյանքը։ Բայց նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, նրանք, ովքեր տեսել են փաստաթղթերը, նրանք, ովքեր լսել են վկայությունները, հարցնում են. արդյոք Պատրիկը իսկապես ինքնասպանություն գործեց, թե նա եղավ զոհ մի խաղի, որը շատ ավելի մեծ էր, քան նա երբևէ պատկերացրել էր։ Այսօր, երբ մարդիկ լսում են Շառլ Ազնավուրի երգերը, երբ նրանք տեսնում են նրա լուսանկարները, երբ նրանք հիշում են նրա հսկայական ժառանգությունը, շատերը չգիտեն Պատրիկի պատմության մասին, շատերը չգիտեն այն ցավի մասին, որը թաքնված էր փայլուն ժպիտների հետևում, այն մենության մասին, որը թաքնված էր ծափահարությունների հետևում։ Բայց նրանք, ովքեր գիտեն, նրանք հիշում են։ Նրանք հիշում են Պատրիկ Ազնավուրին, երիտասարդին, ով ուզում էր լինել ինքը, ով ուզում էր սիրված լինել իր հոր կողմից, ով ուզում էր, որ աշխարհը տեսնի նրան ոչ թե որպես Ազնավուրի որդի, այլ որպես Պատրիկ, նկարիչ, երազող, մարդ։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Շառլ Ազնավուրին։ Արդյոք նա եղավ իր շրջապատի զոհ, թե ինքը մեղավոր էր իր որդու ճակատագրում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք ձեր քաղաքում հիշում են նրան։ Սեղմեք հավանել ճշմարտության համար եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք այն պատմությունները, որոնք թաքցված են փառքի հետևում։ Քանի հայր կա, ով կորցրել է իր երեխային հետապնդելով հաջողությունը, եւ քանի երեխա կա, ով դեռ սպասում է, որ իրենց ծնողները վերադառնան տուն։